որ մի օր կհայտնվեք մեկուսարանում կաթողիկոսին չդավաճանելու համար, տիրադարներին չմիանալու համար, կպատկերացնեիք, որ մի օր կհայտնվեք։ Դե իհարկե բոլոր սցենարներն էլ հաշվառված եղել են, բայց անակնկալներ կային ամեն դեպքում։ Ինչ փոխեց ԱԾ մեկուսարանը ձեր կյանքում, այս ժամանակահատվածը, կալանքը։ Իրականության մեջ երեխեք, ուզում եմ առաջին հերթին ես շնորհակալություն հայտնեմ ձեզ, լրատվամիջոցներին, իմ փաստաբաններին, հոգևոր եղբայրներիս, ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, մեր հասարակական, քաղաքական, հանրային գործիչներին, բոլորին, ովքեր որ այս ընթացքում աջակցել են եկեղեցուն, մեր եկեղեցականներին եւ չեն կորցրել հավատքը այն մարդկանց նկատմամբ, ովքեր ապօրինաբար հայտնվել են կալանավայրերում։ Ընդհանրապես ես հիշում եմ, որ կալանավայրերը ասում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ, ուրախ եմ ասելու, որ ես անուղղելի եմ մնացել, չեմ ուղղվել այդ առումով, իմ հայացքների, իմ դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել։ Ինչով էիք զբաղվում, մեկուսանը բոլորի համար փակ է, Սրբազան, ինչով էիք զբաղվում։ Կալանքի ժամանակահատվածը խցում էիք, այս աղքին կարդում էինք, մտածում էինք, խոսում էինք։ Ուրախ եք, որ Սրբազան դատարանը ձեր խափանան միջոցը փոխվեց, մինչ այս փոխելը, այսպես տարածում են փաստաբաններ, որ սա քաղաքական ավելի շատ հետապնդում է։ Ինչով է պայմանավորված, արդյոք կապում եք սա նախընտրական այս իրավիճակի հետ, որ փոխվեց խափանամիջոցը։ Դժվարանում եմ ասել, սուտ կասեմ, եթե ինչ-որ որոշակի պնդում կատարեմ, չգիտեմ ինչով է պայմանավորված, հեղինակներին պետք է հարցնել, թե ինչով է պայմանավորված, ես միայն գիտեմ, որ այն ինչ-որ բոլորդ գիտեք, որ այն ամենը ինչ-որ վերագրվել է ինձ, վերագրվում է բացարձակապես կապ չունի իրականության հետ եւ ընդամենը փորձ է ահաբեկելու, փորձ է վախ ներշնչելու, որը իհարկե որևէ ազդեցություն չի կարող ունենալ։ Ուրախ եք, որ մեկուսարանում չեք այլևս։ Ես մեկուսարանում էլ ուրախ էի։ Փաստորեն Բագրատ Սրբազանը մնաց միայնակ, շատ Սրբազան։ Այո, ամենա մեծ ափսոսանքը նաև այս պահին այդ է ինձ համար, որ Բագրատ Սրբազանը խցում առանձին մնաց եւ ուզում եմ, որ ամենքս էլ աղոթենք Բագրատ Սրբազանի հոգու ամրության, պնդության համար, որը իհարկե այս ընթացքում չի պակասել, ես կարող եմ ասել։ Եվ Աստված տա մի օր մենք բոլորս մեր համար ցանկությունների արդյունքը կտեսնենք։ Մի բան գիտեմ, ասեմ, ավարտենք, վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ։ Սրբազան կաթողիկոսին էլ ընթացքում մեղադրանք առաջադրվեց եւ 7 հոգեվորականի հավանաբար տեղյակ եք դատանի որոշումը այսպես չկատարելու հոդվածով դուք ինչպես եք սա գնահատում ու մինչեւ ուր կհասնեն։ Եկեք մանրամասների մեջ միջամուխ չլինեմ, բայց այո, ես կարող եմ ասել, որ դա հերթական հակաեկեղեցական արշավի դրսևորումն է, դա դապարտալի արշավի դրսևորումն է, որը համոզված եմ որևէ արդյունք չի ունենալու իրենց համացանկալի։ Սրբազան բանտով, մեղադրանքներով, օրինակ, չգիտեմ, գործերով քրեական հոգևորականներին այդ մեթոդը հոգևորականներին ճնշելու առումով աշխատում է, ուզում եմ դրա մասին խոսեք, որտեղ փաստաբանները ասում են դա նրանց ճնշելու համար է։ Ես մի բան կարող եմ ասել, որ Գրիգոր Լուսավորիչը իհարկե որևէ մեկս հավակնություն չունենք համեմատվելու Լուսավորչի հետ, մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակումը 13 կամ 14 տարի խոր վիրապում գտնվեց։ Դա որքան էլ անսպասելի, ամենայն դեպս օրինաչափ երևույթ է, յուրաքանչյուր անձ պետք է պատրաստ լինի իր համոզումների, իր կարծիքի համար վճարել, անգամ եթե դա արժանալու է ազատազրկում։ Այդպես ստացվում է, այդպես լինում է։ Սրբազան, ինչպես գիտեք, արդեն 10 եպիսկոպոսներից, ովքեր միացել էին այսպես այդ բարենորոգման ծրագրին, Հովնան եպիսկոպոսը հետ է կանգնել, անգամ մասնակցել է Ավստրիայի մեծ եպիսկոպոսաց ժողովին,
տեղեկություններ կան, որ քանի որ այսպես Փաշինյանը ընտրական process-ով պայմանավորված այսպես պաուզա են վերցրել այս հակաեկեղեցական արշավում, մյուս այսպես այդ հոգևորականներն էլ են լավ վիճակում չեն, կարծես փոշմանել են, ուզում են նորից հետ դառնան, ինչպես է գնահատում սա։ Օրինակ, եթե փոշմանեն որպես նաև հոգևորական, իրենք կարող են նորից վերադառնալ, ինչպես կաթողիկոսն է անընդհատ ասել, հետդարձի ճանապարհը, հետդարձարեք եւ մի մտեք այս ճանապարհին։ Դա հնարավոր համարում եք։ Ну ես դա կհամարեմ միակ խելամիտ լուծումը այս իրավիճակում, բայց երբ որ այդպիսի առաջարկություն լինի, ես կարծում եմ այդ ժամանակ պետք է խոսենք այդ մասին։ Սրբազան հայր Արման Սարոյանը ինչու է ձեզ այդքան ատում։ Ձեր վերաբերյալ ամենակեղտոտ հայտարարությունները, այսպես ասած, միայն նա է անում։ Ձեր հարաբերությունները ինչպիսին են եղել։ Ձեզ վերակտող հայտարարություններ է արել հարցազրույցներում լրացնեմ, մասնավորապես ասել է, որ այն 18 թվականի նոր հայրապետ, նոր Հայաստան շարժումը որ կար, դուք մասնակցություն եք ունեցել դրա հետ, իրեն ասել եք արեք ինչ-որ գործողություններ անեն, կաթողիկոսը փոխվի, բացի այդ նաև ասում է, որ կներեք Արդեն գիտեմ ինչ եք ասել։ Եվ այն տեսանյութը հայտնի, որ վերագրվում է ձեզ, նա ասում է, որ կաթողիկոսն է տարածել դա։ Գիտեք ինձ թվում է յուրաքանչյուր անձի թույլ տված արտահայտությունները բնորոշում են իրեն եւ ես լրացուցիչ ջանք չեմ գործադրի ինչ որ մեկին բնորոշելու համար։ Հիմա դուք լսել եք ինչ է ասվել, ինչ է արվել, մարդու վարքագիծը, հանրային վարքագիծը տեսանելի է, դուք ինքներդ հետևություն արեք, ես ձեզ կմնամ որևէ գնահատական տալուց, առավել եւս երբեր մշակույթում ննջեցյալների մասին ոչինչ խոսելու անհրաժեշտություն չկա։ Բայց նա ննջեցյալ չի։ Դե ննջեցյալները տարբեր են լինում։ Բայց հարաբերությունները լարված են եղել։ Մայրաթորի դեմ Փաշինյանի գործողությունները, որ սկսվեցին, գործընթացը, հա, որը Փաշինյանը Բայց ավտո չի գալիս։ Ներողություն, Սրբազան։ Ես Ես ընդհանրում հարցստամ։ Տեսեք, երբ Նիկոլ Փաշինյանի Մայրաթորի դեմ Փաշինյանի ծրագիրը սկսվեց, մարդիկ այսպիսի կանխատեսումներ ունեն, որ այսպես են ասում, որ եկեղեցու դեմ հա այս պայքարի, պատերազմի արդյունքը կլինի այն, որ Փաշինյանը կհաղթի, կաթողիկոսը կհեռանա, եւ սա էլ կավարտվի այսպես Նիկոլ Փաշինյանի հաղթանակով, նկատի ունեմ, որ կաթողիկոսը կհեռանա, կամ չգիտեմ գուցե կձերբակալեն եւ այլն։ Ձեր կանխատեսումներով կամ ձեր կարծիքով ինչով կավարտվի այս արճակատումը։ Դուք հնարավոր համարում եք, որ կաթողիկոսը կնահանջի եւ Որպես հարցի հավելում էլի կհեռանա ի վերջո Բեհարանից։ Ի վերջո միջազգային փորձաքննությունները հաստատեցին, որ որևէ կապ չունի, բայց փաստացիստերության իրավապահների համար դա նշանակություն չունի։ Բայց Սրբազան իմ հարցին կպատասխանեք ինչով կավարտվի վերջո։ Դա ձեր կանխատեսմամբ։ Տեսեք, ես զերծ կմնայի հաղթանակ պարտություն եզրույթների օգտագործման այս դեպքում, այն ինչ որ կատարում է, սա ուղղակի խայտառակություն է, եւ սա չի հարվածում միայն եկեղեցու հիմքերին, հարվածում է պետության հիմքերին, ազգի հիմքերին։ Գիտեք, ազգ, պետություն հասկացությունները որոշակի պարունակություն, բովանդակություն ունեցող հասկացություններ են, եւ եթե դրանցից դուրս բերենք կրոնական համոզումը, որոշակի էլեմենտներ, տակը ոչինչ չի մնալու։ Հիմա եթե մենք պիտի համարենք հաղթանակ, որ ժողովրդի կրոնական համոզումի, կրոնական ինստիտուտի ամենամեծ ինստիտուտի նկատմամբ ինչ որ ոտնձգություն է կատարում եւ դա որոշակի հաջողություն է ունենում, դա հաղթանակ է, ես կարծում եմ դա խորապես պյուրոսյան հաղթանակ է։ Ոչ մի հաղթանակ չի կարող այդպես կերտվել։ Իսկ ինչ վերաբերում է հաստատակամությանը, մեր եկեղեցականներին, ամենայն հայոց կաթողիկոսին, ես ասել եմ վերջին մամուլի ասուլիսի ժամանակ, որ այն ինչ որ ես տեսել եմ, այն ինչին որ ես համոզված եմ, հնարավոր չէ, որ հետ քայլ կատարվի եւ նահանջ կատարվի թե կաթողիկոսի կողմից եւ թե այն հոգեվոր եղբայրների կողմից, ովքեր իրենց համոզումները հրապարակայնորեն արտահայտել են։ Եթե իշխանությունը նորից վերընտրվի, իրենց դիրքերը կամրապնդվեն եւ ավելի այսպես հուժկու այս գործընթացները կիրականացնեն։ Գիտեք ինչ, ես չեմ ուզում կանխատեսել, հատկապես երևույթներ կա, որոնք հիշեցնում են այդ հիմա գարնանամուտ է, չէ՞, գարնանամուտին այս ձմեռային ցրտից արթնացած ճանճի շարժումները, որոնք որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։
Հիմա երբեմն իշխանությունների գործելավոճը ինձ դա է հիշեցնում։ Վարքագիծը որևէ տրամաբանության չի դիմանում։ Համենայն դեպս ես դժվարանում եմ գնահատել դա։ Ինչ է արվում, ինչի համար է արվում, ինչի վրա է վիճակը նետվում, դժվարանում եմ ասել։ Եվ Պոլսո հայոց պատրիարքը առաջարկել է Սինոդական կառույց սինոդական կառույց ստեղծել, դրան ինչպես եք դուք մոտենում, արդյոք ընդունելի է ձեզ համար, որ կաթոլիկոսին զուգահեռ նաև այդ խորհուրդը որ լինեն նաև Փաշինյանի միացած հոգևորականներ այդ կազմում։ Տեսեք, յուրաքանչյուրը մեր եկեղեցականներից կարծիք դիրքորոշում է արտահայտում, Պոլսի պատրիարքն է, ինքն էլ ազատ է եղել իր դիրքորոշումը արտահայտել, այլ հարց է, որքանով դա ընկալելի է, ընդունելի է, թե ընդունելի չէ։ Այս իրավիճակի մեջ կարծում եմ, որ այդ չէր այն առաջարկը, որ պետք է հնչեցվեր։ Հիմա մենք բոլորովին այլ կացության մեջ ենք գտնվում եւ պետք է այդ կացությանը համարժեք արձագանքներ արվեն։ Տարօրինակ չէր, որ դրանից այդ հայտարարությունից որոշ ժամանակ առաջ բոլորովին այլ հայտարարություններ արել Պոլսո պատրիարքը եւ ասել էր, որ ընդունելի չէ իշխանությունների այդ ճնշումները եկեղեցու եւ կաթողիկոսի նկատմամբ։ Ինչու դիրքորոշման նման փոփոխություն տեղի ունեցավ։ Բանալի բառը տարօրինակն է։ Ի վերջո հոգևոր խորհրդի անդամ եք, Սահակ Սրբազանը նշել էր, որ հեղինակազրկված է Գերագույն հոգևոր խորհուրդը։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է եւ արդյոք այս հայտարարությունները հակաեկեղեցական արշավի շրջանակներում չեն տեղավորվում։ Գիտեք, հոգեբանության մեջ մի եզրույթ կա պրոյեկտում։ Յուրաքանչյուրը փորձում է կամ կարծում է, որ այն հոգեվիճակը, որը ինքը կրում է, դա համընդհանուր երևույթ է։ Հիմա ես կարծում եմ, մենք այդ դեպքում գործ ունենք այդ հոգեբանական եզրույթի հետ։ Եթե հեղինակազրկվել է, ինքն է հոգևոր խորհրդի ատենապետը։ Կարող է ինքը այդպիսի զգացումներ ունի, ես այդպիսի զգացումներ չեմ ունեցել, ընդհակառակը այս ընթացքում Գերագույն հոգևոր խորհրդի թե հեղինակությունը, թե վարկանիշը անհամեմատ ավելի բարձր է։ Եվ դուք լրագրողներ եք, հանրային ընկալումներին շատ ավելի ծանոթ եք, կարծում եմ կհաստատեք իմ Պատրաստվում եք հակընդդեմ հայց ներկայացնել կեղծված տեսանյութի տարածման, վերջո հերքելու, հա, նաև ձեր անվան հետ կապվող այդ Հանրությունը կարծում եմ միարժեք ես բացարձակապես Հայաստանում գոյություն ունեցող արդարադատության նկատմամբ վստահություն չունեմ եւ չեմ կարծում, որ իմ նկատմամբ վստահությունը պետքա դատարանի որոշումով վերականգնվի։ Հանրային ընկալումների մեջ ես դա տեսնում եմ, զգում եմ եւ դրանով ես լիարժեքորեն բավարարված եմ։ Առայժմ ես ձեռնպահ կմնամ այդ ուղղությամբ որևէ այլ քայլ անեմ։ Փորձակնությունները եկել են հանրային լայն շրջանակներում։ Ոչինչ չի ասում Սրբազան, այդ դեպքում ինչ անել, ելքը որն է։ Դե փառք Աստծո, մենք քննիչների համար չէ որ աշխատում ենք։ Սրբազան, ձեր հոգևոր ծառայությունը շարունակելու եք էջմիածնում, թե սահմանափակումներ են դրված։ Հիմա ես առիթ չեմ ունեցել փաստաբանների հետ խոսեմ, հասկանամ ինչ սանկցիաներ են կիրառվում։ Սրբազան, սահման պայմանների վերաբերյալ Այսինքն չեն նկատում սահմանափակում չկա այդ մարտական։ Ես հիմա նոր դուրս եկա, ես Սարոյանի հոգևոր խորհրդում ով է առաջարկել, որպեսզի կարգալույծ անեն Սրբազան։ Դժբախտաբար ես խցից on-line հետևելու հնարավորություն չունեի։ Իսկ դուք անկներ եք տեղ եք Շաբաթ առաջին բանը ինչն է որ անելու եք։ Գտանք, կտեսնենք։ Դեռ 20 կիլոմետր 20 րոպե ժամանակ ունեմ կհասցնեմ մտածել։ Եվ դուք տեղյակ եք, որ այս կառույցը մի թուղթ է հրապարակել լրատվամիջոցներից մեկի միջոցով եւ նշում է, որ ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը KGB-ի գործակալ է, կարոմականվան, դրա հետ կապված ինչ կասեք, այդ թուղթը ինչ որ Ինձ թվում է դրա մասին բավականաչափ խոսվել է, ասվել է եւ հատկապես եկեղեցու դեմ իրականացվող արշավի շրջանակներում այլևս կարիք չկա ես գնահատական ներսամ, հերթական դրսևորել։ Ստորագրված թուղթ հրապարակեցին, որ Սրբազան այստեղ Աննա ջան գներես բան եմ ճշտում։ Ստորագրված թուղթ հրապարակեցին, որ Եզրա Սրբազանը հանձն է առել հատուկ ծառայության հետ համագործակցել։ Այդ մասին հրապարակում հերքում չի եղել։
Եղել է թե չի եղել։ Իսկ այդ ստորագրված Եղել է թե չի եղել։ ստորագրությունը կեղծ է եղել։ Եղել է թերքում թե չի եղել է, եղել։ Դե այսինքն հիմա ինձնից ինչ եք ուզում։ Ուզում եք որ ես ուրիշ բան ասեմ։ Թերքում եղել է։ Սովետական տարիներին մշտապես համագործակցել են հատկապես բարձրաստիճան հոգևորականները հատուկ ծառայությունների հետ։ Այդ մասին հերքում եղել է եւ ես կարծում եմ կարիք չկա այդ մասին ես որևէ արտահայտություն թույլ տամ։ Հերկվել է եւ գիտեք թե համատեքստը ինչ է, եկեղեցու նկատմամբ ինչպիսի գործողություններ են արվել, դրանցից հերթականներ։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։